Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու 2 տարվա փոխարեն 1.5 տարի սահմանելու Պաշտպանության նախարարության առաջարկը, որ գերատեսչությունը հիմնավորում էր պայմանագրային զինծառայողների թվի աճով, ինչպես նաև կանխատեսում, թե այսպես պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերը նվազելու են, ուժի մեջ կմտնի ոչ թե հաջորդ 2026 թվականի ամառային, այլ առաջիկա ձմեռային զորակոչից, տեղեկացնում է վարչապետը Facebook-ում հրապարակելով հատուկ տեսաանդրադարձ։ Իշխանության ներսում են քննարկել, որոշել։ Այսօր քննարկում եմ ունեցել Պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Պաշտպանական գերատեսչության այս աղմկահարույց նախագիծը, որ փորձագիտական եւ նույնիսկ նախկին բարձրաստիճան զինվորականների շրջանում լայն դժգոհությունների ալիք էր բարձրացրել, ինչու կառավարությունը որոշեց ավելի շուտ գործարկել։ Վարչապետն իր տեսանյութում այս հարցին չի պատասխանում, չի պարզաբանում, այլ մանրամասներ չի ներկայացնում։ Փոխարենը փորձագիտական համայնքում են սրվում մտահոգությունները։ Անձնակազմի թվականակը որոշվում է քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առջև դրած խնդրի կատարման տրամաբանությամբ։ Հիմա երբ որ դուք կրճատում եք, սա նշանակում է, որ քեզ մոտ այսպես կոչված քննության խաղաղություն է, որտեղ եթե հիմնավորվում է, որ այդ 6 ամիս կրճատելով պայմանագրայիններն են զորակոչելու, դա կեղծիք է։ Կրիտերիաներ չի դրվում։ Փորձագետը նկատի ունի այն բոլոր սոցիալական ծրագրերն ու ձևաչափերը, որոնք դեռ 90-ականներից մոտիվացնում էին զինվորական պատրաստվածություն ունեցող եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին, ովքեր փաստացի ոչ միայն իրենց տունն էին պաշտպանում, այլ նաեւ աշխատում։ Հետևաբար, երբ որ իրենք կրճատում են ծառայության ժամկետ, իրենք պակասեցնում են ինչ? Անձնակազմ։ Եթե պակասեցնում են անձնակազմ եւ չկա սոցիալական փաթեթ մոտիվացիա պայմանագրայիններով բանակը համալրելու, նշանակում է իրականում քո բանակի թվակազմը պակասեցում։ Այսինքն գալու է մի բան, որտեղ Ազոր Ադրբեջանը ունի 100,000 բանակ սպառած են։ Հայաստանը ունի 10,000 բանակ, որտեղ պայմանագրայինները չեն ուզում պայմանագրային ծառայություն, ժամկետային զինծառայողներն զորակոչ չկա։ Օրեր առաջ էր տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը մինչև հաջորդ տասնամյակ նվազեցնելու է ռազմական ծախսերը։ Կեղծիք էր։ Հերթական այս ազեր ֆեյքը երկար կյանք չունեցավ։ Մասնագետները տեղն ու տեղը պարզեցին ջրերը, հիշեցնելով, որ միայն օրինակ հայ-ադրբեջանական նախախաղաղության ամերիկյան գագաթնաժողովից Ալիևը Բաքու տարավ նաև չեղարկված 907-րդ բանաձևը եւ մինչև հենց իրենց նշած ժամկետը 2030-ը դեսուդենից ավելի թանկ գին վճարելով զենք զինամթերք գնելու փոխարեն պարզապես ուղիղ, առավել մատչելի ու շահավետ առուծախի մեջ են մտնելու։ Ադրբեջանը ինքը ոչ միայն ավելացնում է, ինքը նաև սպառազինությունն է հարձակողական առաջին հերթին։ Տանկային մեծ ստորաբաժանումներով զորաբարձություններ են դառնում։ Տանկային զորաբարձությունը հարձակողական զենք է, ոչ պաշտպանողական։ Հետաբար Ադրբեջանը զինվում է, Հայաստանը կրճատում է իր զին անձնակազմը։ Ի տարբերություն Բաքվի, սակայն, հիշեցնեմ, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես նաև հայտարարել է եկող տարի ավելի քան 15% կրճատել ռազմական բյուջեն, ինչն իշխանականները համարում են մեր երկրի շահերից բխող որոշում, ընդդիմադիրները հակառակը։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։